Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ, որ դեռ մեր հետ եք, շնորհակալ եմ, որ օգնում եք ալիքին։ Ես մտածում եմ մի ձև գտնել, որպեսզի կարողանամ բոլոր անունները հրապարակելով շնորհակալությունս արտահայտել։ Սա է, որ մենք թիմով շատ բարձր են գնահատում ձեր օգնությունը եւ ակնկալում ենք դրա շարունակությունը մեր այս ոչ հեշտ աշխատանքը ամենօրյա ռեժիմով իրականացնելու համար։ Այն ինչ որ եղավ երեք չառաջ օրը մետրոյում եւ ընդհանրապես այս քարոզարշավի ընթացքում բացահայտեց մի քանի շերտեր եւ այսօր ավելացավ եւս մեկ կարևոր հանգամանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական տապանակարը ամրապնդելու համար։ Ես այդ ամբողջին ծանոթացնելու համար առանձնացնել եմ մի քանի հոդվածներ, նյութեր, որոնց հենց առաջից սկզբից եմ ուզում ցույց տալ, հետո նոր ինչպես միշտ անցնենք միջազգային լուրերի եւ ինչպես միշտ ամենալավ բանը պահել եմ վերջում, այնպես որ մնացեք մեզ հետ, սեղմեք լայքի կոճակը, գրեք ձեր կարծիքը եւ չմոռանաք անպայման տարածել։ Եվ այսպես սկսենք հասկանալ ինչ կատարվեց երեք եւ ինչով է դա կարևոր եւ ինչպես ինչ ընթացք է դա ստացել Փաշինյանական մեդիայում։ Հասկանանք վախերը, հասկանանք գործիքակազմը եւ ընդհանրապես իրանց ուժը ինչու՞մն է։ Որովհետև ցանկացած կոնֆլիկտ, երբ որ առաջանում է, կոնֆլիկտի մի կողմի ձեռնարկած միջոցները այդ հարցը լուծելու համար բնորոշում են նրա գործիքակազմը եւ ուժը։ Ես դրա համար եմ ասում, հիմա հասկանանք սրանց գործիքակազմը ինչու՞մն է եւ ուժը որքան։ Եվ այսպես հենց մի քանի ժամվա ընթացքում նույնիսկ Փաշինյան Նիկոլի ֆեյք բնականաբար ներողությունից հետո ինչ կատարվեց։ Նիկոլ Փաշինյանը չի մարսում իր ստորանալը, չի մարսում արցախցիներին, չմարսեց հայ աղջկա դիմադրությունը եւ հրաման բոլոր իր պատկան մեդիաներին անպայման անդրադառնալ այս հարցին եւ հնարավորինս սեվացնել մեր հերոսուհուն։ Այսպիսի մի կայք կա զարմանալի աշխարհ։ Հենց հիմա խնդրում եմ բոլորդ, ովքեր նայում են, գրում եք Facebook-ում զարմանալի աշխարհ, հայրատար, գտնում եք այդ խումբը, գտնում եք այս աղջկան վերաբերվող բոլոր այս նկարները, բոլոր հոդվածները, սեղմում եք եւ ռեպորտ եք անում դրանք որպես խոսքի ազատության դեմ կռիվ, որպես թունավոր խոսքի տարածում։ Նայած ձեզ մոտ ինչ տարբերակներ կտա։ Եվ այսպես ամբողջ Փաշինյանական մեդիան, որպեսզի արդարացնի ճիվաղին, վերագրեց խոսքեր աղջնակին, որը նա չէր ասել։ Իբր ես ատում եմ Հայաստանը։ Նման բան այս աղջիկը չի ասել եւ չէր կարող ասել, որովհետեւ նա հերոսի զավակը, նա շատ լավ հասկանում է ինչը որտեղից է սկսվել, ովքեր են սա պատասխանատուները։ Մի խոսքով պատկերացնում եք միջադեպ, ներողություն եւ նենք Փաշինյանի համար ուրիշ բառ դժվար է հորինել։ Նենք ճիվաղը գնում է ներողությունից ֆեյք հետո դավադություն հուշը հյուսելու աղջկա նկատմամբ։ Խելացի մարդը, տեսեք, գործիքակազմ մեդիա, իր ենթականության տակ գտնվող ֆեյք մեդիաներ, գործիքակազմը նենգություն։ Այն ինչ որ ես ասել եմ, Փաշինյան Նիկոլը ամբողջ կյանքում ուրիշ բան չի արել, քան այս կարգի լեզվակռիվներ, դավեր, բամբասանքներ, գործիքակազմը, նենգություն, բամբասանք, իսկ ներողություն, ուժը, նենգություն ու բամբասանք, գործիքակազմը, տխմար մեդիա ռեսուրսները։ Հեսա դրանց մասին բոլորի հերթով կանադառնանք։ Եվ այսպես, տեսեք մենք որտեղ ենք հանգրվանել արդեն։ Մի ամբողջ երկրի վարչապետ ուրիշ բան չունի անելու, քան իր արած հանցագործությունը վերը արդարացնելու, ընդ որում, եթե մի քիչ ուղեղ ունենար Սյուն Փալասը եւ կամ գոնե իր կողքի գտնվողները կասեին լռի, որ շուտ մոռացվի սա, բայց չէ։ Փալասը ոչ միայն ուղեղ չունեցող մարդ չունի իր կողքը, այլև ինքը անձամբ չունի։ Ինքը չի հասկանում շատ կարևոր բան մեդիայի մեջ, աշխատած լինելով մեդիայում։ Եթե դու մի բան շատ ես փորփրում, եթե մի երկու հոգի էլ չեն իմացել այդ մասին, տեղեկանում է։ Ու եթե դու շահեկան լույսի տակ չես այդտեղ, դու ավելի ես կորցնում։
բայց քանի որ ուղեղով մարդը իրենց մեջ բնականաբար չկա, ոչ մեկ դրա մասին չեր ասել։ Եվ այսպես պատկերը այս ակցիայի միացեցին բոլոր ռեսուրսները միջև վերջին անառակը, ինչպես տեսնում եք այս նկարի մեջին, ինչա գրում մեդիա նյուզը, մետրոյում ասել է, որ թքած ունի Հայաստանի վրա, այս կնոջը երբեք չեմ ներում, իբր թե այս պրոստիտուտկեն այս կնոջը պիտի ների կամ չների, վերագրում է խոսքեր, որ այս կինը իհարկե չի ասել, որպեսզի արդարացնեն, ոչ թե այս կնոջը պիտի ներեն կամ չէ, այս կնոջը չեն ներում, որովհետև իրենց աստվածին, իրենց կուռքին նվաստացրեց շատ զուսպ իր պահվածքով, ստիպելով դիմասինին ցույց տա իր ամբարտավան բոշա բնույթը եւ սա այս կուրտիզանկեն որոշել է չների իբր այս աղջիկն ասել է թքած ունեմ Հայաստանի վրա իբր իրենք թքած չունեն Հայաստանի վրա այսինքն այն ինչ որ իրենք Հայաստանի հետ անում են դա թքած ունենալ չի այս աղջիկը փաստորեն թքած ուներ մտեք մեդիա նյուզ գտեք այս հոդվածը եւ ռեպորտ սրանց դեմ հիշեք ուրիշ գործիքակազմ չկա իրաց գործիքակազմը կեղծ մեդիան է եւ այդ կեղծ մեդիան պետք է ռեպորտ անել օրական ինչքան ձեր աչքի առաջ ընկնում գնանք հաջորդը տեսնենք ստեղ ինչ են ասում արցախցիների դեմ ատելություն կնոջ նկատմամբ հոգեբանական բռնություն ՀԿ-ները դատապարտում են Փաշինյանի վարկագիծը շատ կարևոր է շատ եւ ես ուրախ կլինեի եւ ես ակնկալում եմ այս ՀԿ-ներից այս ամեն ինչը թարգմանած հասցեական ուղարկեն բոլոր են կենտրոնները որտեղից աջակցություն է սպասում ները շատ կարևոր է տեսեք գործիքական եւ ուժ իր ուժը նենգություն կեղ ինտրիգներ սուտ ինֆորմացիա դրա մեջ է իսկ գործիքակազմը մեծ է մենք այդ գործիքակազմից պետք է զրկենք եւ այս fake news-ի այս մեջ իրան պետք է հակադարձել ինչպես հիմա արվում է եւ այսպես ինչ է ասում Արցախի բռնի տեղահանված կնոջ նկատմամբ վարչապետի վարկագիծը դատապարտում են հասարակական կազմակերպությունները իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանը շեշտում է պետք է ասել որ Ադրբեջանը չի դադարում տարբեր մակարդակներում եւ իրենց ԶԼՄ-ների միջոցով եւ պաշտոնատար անձանց կողմից այդ թվում նաեւ միջազգային կազմակերպություններում անընդհատ ընդգծում են որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Արցախի բնակչությունը կամավոր է լքել տարածքը եւ հնարավորություն է ունեցել մնալու հիշում եք ես երեք ասում եմ սրանց ամենացավոտ տեղը որն է ամենացավոտ տեղը որ ասում են դուք հնարավորություն ունեք մնալու բայց բոլորը դուրս եկան եւ իրենց վրա մնաց ցեղասպանի պիտակը ու ըստ էության նման մեղադրանք հնչեցնելով այո կրկին մենք խեղաթյուրում ենք իրականությունը եւ ցույց ենք տալի որ ըստ էության անձիկ կարող էին մնալ հայ տեսնում եք որտեղ է իրենց բանանում մատնում բայց այլ բազմաթիվ փաստահավաք զեկույցներ որոնց նաեւ մեր կազմակերպությունն է մասնակցել այդ թվում նաեւ Freedom House-ի հետ համատեղ հստակորեն եզրահանգում են որ մնալը տարբերակ չէ եւ կյանքի եւ առողջությունը փրկելու համար անձիկ ստիպված են եղել թողնել իրենց տները Ասասիներին փախչելու համար մեղադրանքներ ատելություն բացի նաև զրպարտություն են այլ մեղադրանքների իրականությանը չեն համապատասխանում ասում է իրավագետ փոսագետ Աննա Մելիքյանը իրենց կազմակերպությունները միացել Փաշինյանի վարկագիծը դատապարտող հայտարարության հենց այս հայտարարության մասին շնորհակալություն բոլորին այս հայտարարություններին ովքեր միացել են ես դրա համար եմ Բոլոր գիշեր մտածում եք իրավաբանների խումբը ոնց ստեղծել, ինչ անել, որ դա ժամ առաջ սկսի աշխատել եւ սա թեկուզ ստեղ քրեական չկա տաշ այս ամեն ինչի մեջ, բայց քանի որ սա ընտրարշավի շրջանակներում ալնում, սա խախտում է այդ առումով։ Ոչ միայն բարոյական, նաև ընտրարշավի օրենքների խախտում է։ Սա պետք է արձանագրել ու ուղարկել բոլոր կենտրոնները, որտեղից աջակցություն ունի Ջիվանը։ Պետք է կտրել բոլոր թևերը, որտեղից ինքը սպասում է որևէ աջակցություն։
Այս բանը դրա մասին է։ Ներողություն է խնդրում Փաշինյանը ու հաջորդ վարքյանին իր civic է, իր գրվում է դիժված կանիցվեց դու 670,000 ժեղ ժողովուրդ միջադեպի մասնակից Ղարաբաղցի կինը համացանցում ակտիվ անեցքաբերան ու հայոյախոս է։ Իբր այս աղջիկը տես բաներ ասել։ Գալիս է ներողություն խնդրում ու հրամանատալի իր բոլոր կեղտերին, դուք հասկանում եք սրա բովանդակությունն ու արժեքը, պես մարդ, պես ղեկավար, դեմքին այլևս չի երևում, երևում է այլի։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ ծանոթացնել մի փոքրիկ Արցախուհի, որ տենանք այս հարաբերության մեջ ինչպիսի ընտրազանգված ունի Վարդան Ղուկասյանը։ Մենք այս ընկերների հետ համատել էինք ուրեմն Գուրգեն Սիմոնյանին, Արտակ Սարգսյանին, հիմա Վարդան Ղուկասյանի հերթին։ Եվ այսպես, Փաշինյան Նիկոլ 10,000 հոգի մասնակից կա արդեն, ընդամենը 11 ժամվա մեջ։ 10,000 հոգի, սա մահացու թիվ է, լուրջ թիվ է։ Նիկոլ Փաշինյան, էլի դու 13%-անոց ոչնչություն ես, 13։ Սամվել Կարապետյան 21%։ Ռոբերտ Քոչարյան 7%։ Տեսեք հարաբերությունները նույնն են։ Վարդան Ղուկասյան 59%։ Սա պատկերը։ Հիշացնեմ, այս նույն հարաբերությունների մեջ Արտակ Սարգսյանը ուներ 52%, Գուրգեն Սիմոնյանը ուներ 46%։ Այս նույն ընկերների հետ հարաբերությունների մեջ, որը նշանակում է եւ Գուրգեն Սիմոնյանը, եւ Արտակ Սարգսյանը, եւ Վարդան Ղուկասյանը այս հարաբերությունների մեջ էքսել առաջատար են։ Այսինքն երեքն էլ առաջատար են։ Փաշինյան Նիկոլ, ում հետ ես քեզ համատեմ, ում հետ։ Եթե մի քանի հոգի կա, մենակ կարող ես դու Քոչարյան Ռոբերտից շատ ձայն հավաքել, բայց էլի 12, 13, 14%-ի շրջանակներում ավել դու չունես։ Իդեպ մի քանի օր առաջ իմ ուղիղ եթերի ժամանակ ինձ հարց էին տալի այն հանգամանքին, որ ես պնդում եմ, որ այս արցախուհիները շատ նման են մնացած արցախուհիներին, եւ ինձ ասում են ապացույցներ ունեք, թե չէ։ Այսօր ես ներկայացնեմ նման ապացույցներ։ Եվ այսպես հարցում, որը կատարվել է Հայք Նյուզի կողմից 6600 մասնակից հարց եղել է հավատում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղությանը։ Ոչ է ասում 88% հավատում է այո 10%։ Այսինքն այս կայքի կազմակերպված արդյունքում բերում է, որ Փաշինյան Նիկոլը ունի ընդամենը 10%։ Տեսեք իմ մոտ 13 է կարողանում հավաքի։ Ինչի, որովհետև ֆեյքերը ավելի են նստած իմ կայքի վրա, թուրքերը, քան երևի Հայք Նյուզի։ Բայց ընդհանուր պատկերը սա է, 2, 3, 4, 5% կարող տարբերություն տա, բայց ոչ 20-30։ Ընդ 88% չի հավատում Փաշինյան Նիկոլի խաղաղությանը։ Փաշինյան Նիկոլին հավատում է 10%։ Մյուս կայքը նայենք։ 24 TV Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ եթե ԿՊ չունենա սահմանադրական մեծամասնություն, մինչև սեպտեմբեր պատերազմ կսկսի։ Նա շանտաժ է անում, որ քաղաքացիները վախենան եւ իրենց ընտրեն։ Այդ կարծիքին է 71%։ Եվ Նիկոլին հավատում է ընդամենը 19%։ Այս ըստ էս կայքի 24 TV առանց ԿՊ իշխանության իսկապես կարող է պատերազմ սկսել։ Այսինքն Նիկոլի թեզին ստեղ հավատում է 19%, բայց 71% հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը սանով վախացնում է իրենց ձայն կորզելու համար։ 3 կայք, 3 տարբեր քվեարկություններ։ Տեսակ ընդհանուր ինչքան բան կա։ Ես համար եմ պնդում, սրանք բացարձակ թվեր չեն, սրանք համամասնությունով է պետք նայել, բալանսի մեջ է պետք նայել, հա։ Արձանագրենք 70+ չի հավատում Փաշինյան Նիկոլին, 20 մինուս այս կոմենկոմ 13, 14, 15 կամ 10 կամ թեկուզ 19, որ հնարավոր է համարում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է կամ իրեն կարելի է հավատալ։ Սա էր։ Այնպես որ ես ասում եմ, Ժողովուրդ ջան, ինձ էլ է կարևոր, որպեսզի ես իմ դատողությունների մեջ սխալ չլինեմ, այսինքն սխալ հիմքերի վրա չկառուցեմ իմ դատողությունը։ Չէ՞ որ ես դրանք ձերդ կիսում եմ ու
պետք է մաքսիմում ճիշտ եւ ճշտված լինի։ Civilnet-ի ես անդրադարձ եմ ուզում կատարել, ինքը ավելի մանրամասնաբերլուծել, ովքեր են կեղծում իրականությունը եւ այսպես Adalat News, ով է Adalat News-ը, գրզո, որտեղ հաճել է, որտեղ սնել պահել են Ալեն Սիմոնյանին, կերսնուր, թքած ունեմ, ինձ Հայաստանը պետք չէ, այ թե ինչու բարկացավ վարչապետը, fake, մյուսը, Civilnet-ը չեք արել, այդպիսի բան եղել է, թե չի եղել, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է Երևանի մետրոյում մի խոսքով, Հիմա ինչ ասում, Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ կամալանքով ասեց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի, այ թե ինչու է բարկացել Փաշինյանը, գրում է Adalat News-ը, դուք ստախոս եք, դուք Թուրքի քարոշչամեքենա եք ասել, Adalat News, գոն այդ անունը փողեք, Arabat News գրեք, Arabat Terra, Arabat, get Terra, որտեվ AM-ն էլ ձեր համար չի, էլի, ձեր համար TR-ն է, մյուսը, Media News-ը, այն չի, որ ես անդրադարձա, հա, եւ այլ հրապարակումների վերնագրումը, թե Արմինե Մոսյանը մետրոյում ասել է, որ թքած ունի Հայաստանի վրա, չի համապատասխանում իրականությանը, Այդ են մյուսը Media News-ներ, անդե գալիս է մյուս կայքերը, Բխոսկով, Civic-net-ն է, մնացածն են, հետաքրքիր լուրեր եւ այլն եւ այլն։ Ես շնորհակալ եմ Civic-net-ից այս աշխատանքի համար, շատ կարեւոր է եւ ընդհանրապես հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ, այն ինչ որ կատարվեց մետրոյում, դա կարող էր պատահել մեզանից ցանկացածի հետ եւ նույնիսկ դա չի այդտեղ կարեւոր ով էր այդ պահի տուժողը կամ թիրախը։ Սա ցույց է տալի, որ մենք մտնում ենք բարոյահոգեբանական մի շրջան, որը շատ վտանգավոր հետևանքներ ունենա, բացարձակ հետևանքներ ունենալու, որտեղ աստորեն չինովնիկին թույլատրված է ուժի պարտադրյալով իր ծառայողական դիրքը չարաշահելով, օգտվելով իր ազդեցությունից բռնանալ մարդկանց կարծիքի վրա եւ պարտադրել այն։ Եթե սա դարձավ սովորական, եթե սա այս ձևերով չդատապարտվեց, ուղիղ արձագանքներ չեղավ, նշանակում է մենք որպես հասարակություն ենք վերանում, իսկ մենք որպես հասարակություն դադարում ենք ռեակցիա տալ, առողջ ռեակցիա տալ, այս ամենի նշանակում է մենք մեռել ենք, բայց մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չընկնի։ Մի հատ ռեակցիա եմ ուզում գտնենք։ Այդ փախածներով եք Ղարաբաղը հանձնել, չհամարձակվեք իմ հետ այդպես խոսալ, կապիտուլյանտներ եք դուք, դավաճաններ եք դուք, եղավ, այսինք սաղիկ գետ մատով եմ խոսալու, գետակ ձեր Սերժիո Քոչարյանի հետ այդպես խոսակ, ստավարը կարող է կծի մծի։ Ռեակցիա, ոչինչ հնարավոր չի ասել։ Իսկ հիմա սա քաղաքական մասին եմ ուզում անդրադառնալ, ուղղակի ուզում ցիտեմ քաղաքագետ Սարո Սարոյան։ Փաշինյանի համոզմունքն է, Հայաստանը շատ բան է տվել Ղարաբաղին, որ ասում միլիարդներով ձեզ փող եք տվել պահել եք։ Սա հետաքրքիր հարցել է, չէ՞ առաջանում։ Բա ասում եք միլիարդներով թալանել են։ Բա ո՞նց կլինի, համ թալանեն, համ միլիարդներով փող տան Ղարաբաղին։ Անցա։ Իսկ Տեր-Պետրոսյանի կարծիքն է, թե մեծ հարց է, ով ում է ավելի շատ բան տվել, Հայաստանը Ղարաբաղին, թե Ղարաբաղը Հայաստանին։ Իսկ ընկերներից ու իմ համոզմունքն է, որ Արցախը շատ բան է տվել Հայաստանին, մյուս մարզերին ու Երևանին։ Այդ թվում տվել է 25 տարվա անվտանգ, անվորք, ազատ կյանք։ Ու դեռ տալու է, որի պարտքը մենք երբեք չենք կարողանա փոխհատուցել։ Բրավո։ Իսկ հիմա տեսնենք ինչ են ասում մեր հայրենակիցները։ Առողջ հասարակության արձագանքը շատ կարևոր է, սա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ քաղաքական ախմախ հայտարարություն։
Այն ինչ որ մի հատ ախմախ քաղաքական գործիչի կողմից, որովհետև ընտրողը մեր հայրենակիցն է, որովհետև պարտադրողը կարծիք թելաձողը մեր հայրենակիցն է, լսենք մեր հայրենակիցներին։ Արշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մետրոյին փախած անվանեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մի կնոջ, որը հետագայում պարզվեց, որ արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դուստրն է Արմինե Մոսյանը։ Երեխայի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը բղավեց կնոջ վրա։ Ավելի ուշ լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց, որ նման բան չի ասել։ Երեկոյան արդեն Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ պատրաստ է կառավարությունում ընդունել կնոջն ու իր երեխային անձամբ ներողություն խնդրելու համար։ 24 News-ը քաղաքացիներից կփորձի պարզել, թե ինչ կարծիք ունեն այս դրվագի հետ կապված։ Շատ տգեղ բան էր, ոնց փախալ։ Չի կարելի նախ նման այդ լեքսիկոնով դիմել իր քաղաքավա, ասում էր շատ եմ սիրում ձեզ քաղաքացիներին։ Հիմա որ դուք մտածում եք իրոք սիրում է, դա սիրողի խոսքեր է։ Մարդիկ կորցրել են տուն, ամեն ինչ։ Հեն քթալից բռնած նոր սկսել են ձեռք բերել, ոնց կարելի է վիրավորել։ Շատ տգեղ երևույթ եմ համարում։ Չի կարելի նման։ Իմ կարծիքով, որտեղ արցախցիներ իրան չեն ընտրելու, որտեղ իրանց համար շատ դժբախտ տարիներ վերեց ինքը։ Եվ ոչ մի խոսքը չի համապատասխանում։ Մեկ ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ, մեկ ասում է Ադրբեջանն է եւ վերջ։ Եղբայր գնա կողմնորոշվի արի ժողովուրդն էլ իմանան։ Բայց եթե Արցախը Ադրբեջանը, քո տղան ինչ գործ ուներ, դու ինչ գործ ուներ այնտեղ։ Ինչ էր ապարում Արցախում։ Գնացել էր Ադրբեջանում, ապարում էր, հա, քեֆեր էր անում։ Ոնց կարելի է այդպես։ Կողմնորոշվի կամ այս կողմ կամ այն կողմ։ Չի կարելի։ Մարդ պետք է իր խոսքի տերը լինի, չէ՞։ Գիտեք, ինչի այն համար սա ավելի կարևոր, քան ցանկացած քաղաքական գործիչի կարծիք, որովհետև մենք այս մարդկանց հետ ենք ապրում միջավայրում։ Ես այս մարդկանց, մենք բոլորս այս մարդկանց ավելի շատ ենք տեսնելու, ավելի շատ ենք շփվելու իրանց հետ, քան ցանկացած քաղաքական գործիչի հետ։ Ցանկացած, իրանց մանում են, չէ, օֆիսներում, լուրջ դեպքով։ Ինձ իմ հայրենակցի վերաբերմունքն է եւ գնահատականն է հետաքրքիր, որովհետեւ բարոյական դաշտում է ամեն ինչ լուծում, որտեղ ազգերը մեռնում են սկզբից բարոյապես, հետո ֆիզիկապես։ Իսկ այս կարծիքը լսելով իմ մոտ լավատեսություն ավելի է շատանում։ Որ մենք շատ հեռու ենք բարոյապես մեռնելուց, շատ։ Թող Նիկոլը ոչ մի հույս չունենա։ Հեսա մանավանդ էլ իրան ասելու բան կա։ Ես օրինակ կամաչեմ, որ մեկի մի բան խոստամ ու ինչ որ չանեմ։ Հնուց պապերից եկել է, չէ։ Ես արմատներով մշեցի եմ, երևի չգիտեմ, ասենք, եթե մեկի մի բան խոստամ, ավելի լավ է ես գնամ ինձ քցեմ մի տեղից, քան թե տղամարդ հալով կանգնեմ, ասեմ, չէ, սխալ եմ ասել կամ չեմ կարող։ Չէր կարող, խոսք չտար, այսքան ժողովուրդը հույսը կապեց քեզ հետ, չէ։ Ասեցիր երջանիկ պետք է ապրեք։ Ճիշտ է, երջանիկ ապրում են, բայց միայն իրանք։ Այդ 300-400 հոգի։ Չարիքներ է վերել։ Իր անունը անգամ լսել չեմ ուզում։ Դե, չեմ ուզում։ Ինչ ասեմ, ամեն մարդ իր մակարդակն ունի, այդքան ներելի երևի։ Միանը շատ լավ ասեց։ Հենց դեց։ Չէ, չեմ ուզում։ Այսօր ես որ բանի հետ խոսում եմ ավելի ջախ արդեն 3 Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ասես հետաքրքիր մարդիկ, հետաքրքիր տրենդ է այն ժողովրդի մեջ։ Էլ չեն ուզում Նիկոլ լսեն, հա, չեն ուզում։ Չեն ուզում լսել, լսել ինչ անեն։ Չեն ուզում, չեն ուզում։ Իրանց համար վաղուց պարզա, խաչը դրած է, եզակացություն արած է ու շպրտած աղբանոց։ Իսկ ինչա, չեն ուզում։ Կարծում եք, որ նա թիրախավորում է արցախցիներին։ Չասեմ, չեմ կարող ասել։ Երևի ինչ անում, ոչ մի բան չի անում, ոնց ասած, այդպես կարելի ասել։ Տեղեկա պետքա ձեզ զսպեք։ Ասում եք, ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, զսպողական դիրք բռնեք, որ չափել չանցնեք։ Չափել չի կարելի ասել ամենայն դեպքում։ Չէ, այդ անհավասարակշիռ վիճակը։ Դե տենց էլ պետք է լիներ։ Ձեր կարծիքով ոնց պետք է լիներ, հետա։ Այս երկիրը դեպի դրան է գնում։ Մակարդակ երկիր է դառնում։ Երկու կողմն էլ մեկ շատ բարեկիրթ են, մեկ էլ ամեն ինչ թույլ են տալիս իրենց, երկու կողմն էլ։ Երևի ես վիճակից է։ Դե ինչ ասեմ, չեմ կարող ոչ մի բան ասեմ, ապա իշխանական, ապա քաղաքական հարցերի եւ չեմ զբաղվում առհասարակ։ Ապա իշխանական հարցերով ինքը չի զբաղվում։ Այ չգիտեմ որ դրոստա, բայց հաստատ փողով ավարտել։ Ինքը ապա իշխանական հարցերով, ապա քաղաքական հարցերով չի զբաղվում։ Նա դիմաց եկելի որ դրոստն ավարտել։ Ու
Այլ է դպրոցի դասատուներին բոլորին զրկել դասնալու իրավունքներից։ Չի զբաղվում։ Շատ մեծ սխալանում չի կարելի անկուտ երկրի ղեկավարը մեծ պաշտոնա, չէ։ Պետք է վայել բայ իրան երկրի ղեկավարի նման։ Արայով չխոսա, չի կարելի անպատվել։ Ես շատ Ես իմ ժողովրդին իմ միջավայրը հայկական սիրում եմ ամենաշատ գիտեք ինչի համար, որ մեր մոտ ավելի պինդ են աշխատում չգրված օրենքները, որոնք փոխանցվել է մեր սերնդե սերունդ, հարգանքի, մեծարանքի, չգիտեմ, կարելիների, չի կարելիների, թուլաճելիների, անթուլաճելիների մասով, քան է որ պարտադրված օրենքով։ Հիմնականում այն հարաբերությունները, որոնք պարտադրված օրենքներով, երբեք չի աշխատում։ Որտեղ օրենքը ինչի համար է։ Հայաստանցիներից համար օրենքը խախտելու համար է։ Իմ համար դա ավելի կարևոր է այն չգրված օրենքների հաստատուն ներկայությունը մեր կյանքում, որի մասին խոսում ենք։ վատ տարա այդ երևույթը։ Քան բան։ Հասարակայից ներկայացական բարձրաշավի շրջանակներում քաղաքացիների հետ շփման մասին ինչ ասել։ Որոշ տեղեր գնում է, որ ընդունում են, նորմալ է, որոշ տեղեր, որ իրան հակառակ բան են ասում, նա շատ ծանր է տանում ու վախեցնում է պատերազմը։ Մեկը պատերազմ չի լինելու, բացառում է պատերազմ, ես պատերազմի մասնակից եմ եղել 1990 թվականից առաջի պատերազմ մինչև հիմա եւ այդ ամեն ինչը տեսել ենք, էլ բրծավել պատերազմ չի լինելու։ Ինչ որ տալու ենք, տվեցին բրծանք, էլ ինչ բան չունի։ Դե դա ասում է, որ երևի տեղը ամրապնդելու համար իրեն։ Ես ամեն ինչ նայում եմ ուղղակի հաճույք, ես շատ բացասական եմ կարծիք, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասին, իր կառավարած քաղաքականության մասին եւ ընդհանրապես որպես մարդ էակ իր մասին։ Այդքան բան։ Եթե խոսում է իր թուլության, տգիտության, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ու նման բաներ։ Ես վաղուց ասել եմ, Փաշինյան Նիկոլին ընդունել, լսել, չլսել, համաձայնվել, չհամաձայնվել, նրան ինչուր, նրան քննարկելը դա գալիս է ոչ թե քաղաքական նախասիրություններից, դա գալիս է բարոյական նախասիրություններից, բարոյական նախընտրություններից, նա ոչ մի ստանդարտի մեջ չէր երևում, ու այս վերջի դեպքը այնքան ավելի մերկացրեց սրան, որ ինքը կարող է մատ թափ տա կնոջ վրա երեխայի ներկայությամբ, գոռա, հետո ասի ես տես բան չեմ արել, հետո վզին տան ասի նա ես ինչ արեցի, հետո ներողություն խնդրի ու գնա կոպիտ ասած քսի տա ամբողջ իր լրատվականներին այդ կնոջ վրա։ Ավելի տական երևույթ կարող լինել միայն Փաշինյան Նիկոլ։ Ասեմ չեք հավատակ, հավատացիք, պետք չի ինձ այդ աշխարհում, որովհետև թատերական բեմականացում են բոլորի մոտ, ոչ թե մի կուսակցության։ Տեսել ենք, շատ վատ։ Իր հետ կապված ամեն ինչին շատ վատ կարծիք ունենք, մենք երկուսս է։ Ինքը չի սիրում արցախցիները, ինքը խեցե պարզեր, даже այն ժամանակ ինքը վարչապետ չէ։ Любит, может быть, он нас любит. Нет, армян тоже не любит. Себя любит. Ինքը չի սիրում, արցախցիները ինքը խեցե չի սիրում։ Не целовался бы с турками и не бегал с их книжкой Эрдогана и не выполнял все прихоти Алиева. Պարզ ասում են մարդիկ, լսի, մարդ չկա, որ հասկանալի չմնի։ Ասում են նա հայրին էլ չի սիրում, եթե հայրին սիրեր, Էրդողանի գիրքը դոշին դրած չէր վազվորի ես կողմից։ Ու չէր կատարի նրանց բոլոր։ Հարգելիս, լսել եմ, բայց դրա մասին իմ հետ մի խոսացեք, էլ այդ Նիկոլ Փաշինյան անունը մի տվեք իմ մոտ, շնորհակալություն։ Այս համար իմ համար շատ կարևոր, շատ։ Իսկ հիմա անդրադառնանք այս կենթանակերպին։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը ապագա ունի, ծափահարություններ բոլոր։ Թուրքերի հետ, պարոն Սիմոնյան։ Փաշինյանի հետ։ Հայաստանի Հանրապետությունը։ Որ հիմա իսկ հիմա զարմացած է։ Ասում Արցախ բառը ինչ է բանանում, Ղարաբաղ։ Լսեք այս թարգմանքին։ Ղարաբաղն Ադրբեջանին է, խի եք ուրիշ անուն Արցախ օգտագործում։ Այս նույն կենթանին է։ Այս նույն կենթանին է։ Այս երկու մարդուն մի մարդիկ են, չէ՞։ Աջակցողը ով է։ Բարոյապես, որպես մարդ, ով է, դուք ասեք։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Հենց այդ կա։ Հենց այդ ինչ դուք ձեր մտքի մեջ ասեցիք, ես արդեն գիտեմ դուք ինչ եք ասել։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Սա նայեք։
Անդրադարձել է նաև Transparency International այս ամենի։ Մի խումբ կազմակերպությունների դատապարտիչ հայտարարությունը 26 թվականի մարտի 22-ի օրից այս ամենի հետ կապված։ Շնորհակալություն բոլորին, ովքեր արձագանքում են։ Ես ուրախ կլինեի, եթե այս արձագանքները նաև թարգմանված լիներ անգլերեն եւ հատուկ ներկայացվեր բոլոր այն կենտրոններին, որտեղից աջակցություն է սպասում այս չի վաղը, որովհետեւ թուրքերն արդեն ուրիշ բան են գրում։ Թուրքերը գրում են, որ արդեն պնդում են, որ Փաշինյան Նիկոլը շուտով կարող է չեղարկի բոլոր պատկերացումները, որոնք տրվում են Արցախյան պատերազմի համար։ Այո, հետո գալու է նաև հետաքննությունը, թե դու ինչի ես կռվել ես պատերազմի ժամանակ։ Ալիևը կարա ասի մի խոսք, մի վարքյան, դուք մտել եք իմ քաղաքացիներին սպանել եք։ Էս ցույց ունեն ապայման։ Էս մարդիկ մեղադրվում են իմ երկրում սպանություններ իրականացնելու համար։ Սա դա էլ է անելու։ Հետո պետք է ասի, այս սպանությունը իրականացնողների մի մասն է թաղված է Եղաբլուդում, քանդել Եղաբլուդը, սա էլ է իրականացնելու։ Չի եղել մի բան, որ թուրքական մամուլում գրվի եւ եկեղեցու վրա հարձակման մասին, եւ ճանապարհների մասին, եւ էներգակիրների մասին, ամեն ինչի մասին չի եղել, որ գրվի ու այս տականքը չանի։ Իրանք սենց են ասում, ինչ պետքա դու անես։ Գրում են, ասում հասկացա, ինչ պետքա անեմ։ Անեսո սասուն բարի բուն իմաստով, այ թթվի քար, այ եզոպոստ, պատրաստվի։ Առաջինը դու ես գնալու, որպես մատաղացու եզ, բա երկրապահի նախագահը ով է, ու երկրապահը որպես ինչ է փող ստանում, տերորիստական կազմակերպություն, Արաբավոր Ղարաբաղ Ադրբեջանը, այ անառակի զավակներ, դուք որպես ինչ եք այդ կազմակերպություն նստած ու պետությունից էլ միլիոններ եք փախցնում տանում, իբր կազմակերպություն եք դուք, Հիմա հաջորդին անդրադառնանք։ Այս նախընտրական արշավը քիչ էր, ստեղի թողած կիքսերն ու խախտումները քիչ էր, հիմա էլ անհետ կորած զինվորների ծնողներն են պահանջում, որ հրապարակվի 44 օրյա պատերազմի զեկույցը, այսինքն բացահայտվեն մարդասպաններն ու դավաճանները, ոչ թե բացահայտվեն, տրվեն անունները, որտեղ դրանք բացահայտված են, այդ անունները կա, որոնք թաքցնում է Փաշինյան ճիվաղը։ Սա Էփստինի փաստաթղթերի հայկական տարբերակն է։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի 3 միլիոնանոց, 6.5 միլիոնանոց age փաստաթուղթ որպես որտեղ նկարագրված է բոլոր մանրամասնությունները, ովքեր են մանկական թրաֆիկինգով զբաղվել, մանկական սպանություններով զբաղվել, հանիբալիզմով, մարդակերությունով զբաղվել, սատանական ռիտուալներով զբաղվել, մի խոսքով։ Դա այդ երկրում է։ Հայաստանի Էփստինի բաները, դոկումենտները, փաստաթղթերը, դրանք 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն է։ Ինչպես Ամերիկայում Թրամփն է պահում, որ հանկարծ դրանք մարդկանց ձեռը չընկնի։ Չնայած բոլորը արդեն ամեն ինչ գիտեն։ Նույն ձև Փաշինյան Նիկոլն ատանելով պահում, հանկարծ որ դա մարդկանց ձեռը չընկնի, բայց ուր պետքա դուք փախնեք։ Իրականացվել է սպանդ, դավաճանություն աներևակայելի մասշտաբների։ Իրավաճողները կան, տուժածները կան, հայ ժողովուրդը, ես ինքս համարում եմ իստուժած, որպես հայ ժողովրդի զավակ, ես վստահ եմ դուք էլ իննով։ Մենք կանք ու մենք պահանջատեր ենք։ Հիմա փաստորեն, տեսեք ինչ է, 2 ամիս ինքս շուտ սկսել է քարոզ արշավը, որ ձայն հավաքի, համակրանք հավաքի, ոչ միայն չի հավաքում, այլև անընդհատ նոր պահանջներ է հասունանում եւ ինքը պետքա պատասխան տա։ Ոնց ուզի պետքա պատասխան տա։ Օրինակ նաեւ պատասխանա լինելու, որ հիմա այս մարդկանց ջարդեն ու լցեն փողոցները։ Էդ էլ է անելու, դա էլ է պատասխան, իհարկե դա էլ ունենելու է իր հետևանքները, բայց հիմա ճիվաղը չգիտի ինչ անի։ Բոլոր կողմերից կոկորտից բռնած են։ Տարբեր ձևերով, իսկ հիմա լսենք։ Դիտենք եւ իհարկե Արցախի ներկայացուցիչներն են այսօր շահագրգիռ, որ հանձնաժողովի բոլոր հայտնաբերումները, բացահայտումները հրապարակվեն։
այո, ժողովուրդը գնում է հիմա ընտրությունների, սա ճակատագրական ընտրություններ կարող են լինել եւ գնալ ընտրությունների ստի միջավայրում անթույլատրելի է։ Ուստի սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին միացեք այս պահանջին, որպեսզի ձեր ընտրությունը լինի արդար եւ Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու այս պահին գոնե հեռանկար։ Այսքանով ակցիայի նպատակն է այսօր մենք դիմել ենք արդեն գրավոր ազգային ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել գաղտնիացման փուլ է մտել հանձնաժողովի զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն ազգային ժողովում այդ հարցը։ Այսօր կարևորում ենք մենք, որ ազգային ժողովը քառօրյա նիստի ընթացքում դնի քննարկման եւ հանրայնացնի այն պահանջները, որը մենք այսօր դնում ենք։ Ես բանել ասեմ, դուք մի նայեք, թե քանի հոգի է հավաքված, բացարձակապես։ Շատերը ուժ չունեն գալու, ուժ, հնարավորություն, դու շրջաններում են ապրում, առողջություն, այո, առողջություն, չունեն մարդիկ գալու, բայց դա չի նշանակում, որ իրանք պահանջատիրությունից իրանք հրաժարվել են, որ իրանք չեն ուզում իմանան իրանք երեխի հետ ինչա պատահել, եւ ովքեր են անուն ազգանուններով, մեղքի չափերով, այն հանցագործները, որոնք իրականացրել են այս մասսայական սպանդը։ Այսօր հանկարծ չնայեք մասնակիցների քանակին, թեման է կարևոր։ Եվ կարևոր է այն հանգամանքը, որ բացահայտվել է հանցագործություն եւ մեղավորները չեն պատժվել, ու մենք չգիտենք այդ մեղավորների անուն ազգանունները, մեզ չեն ասում։ Հանրայնացնի զեկույցի հանձնաժողովի զեկույցը։ Օրինակ այսպես ինչ կտա այդ զեկույցի հանրայնացումը։ Ուրեմն ըստ Անդրանիկ Քոչարյանի, որը եղել է հանձնաժողովի ղեկավար, ըստ անդամների խոստովանությունների 1000 քրեական գործեր կարող են հարուցվել։ Արդեն հետաքննությունները բերել են բազում մեղավորների անուններ, բազում խնդրահարույց հարցեր։ Ասեմ ձեզ, որ Ձեզ հիշեցնեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դատախազը, որը նույնպես դրամասիներ են խոսալու, այդ հանցագործներից մեկն է հայտարարել է, որ եթե պատժենք բոլոր այդ մասնակիցներին, ամերիկյան կառավարման համակարգը կփլուզվի։ Նույն բանը, փաստորեն, ասում է Անդոնը, որ հազարավորների վրա մեղադրանքներ կլինի, հազարավոր քրեական գործեր կլինեն։ Այդ թող լինեն։ Այսինքն ոնց թե ինչի թիվ կա, որ այսքան կարելի է սպանել, բայց այսքանի չի կարելի քրեական գործեր հարուցել, բերել։ Այդպես թիվ գոյություն ունի։ Հա, այսինքն մինչև 10 հանցագործություն կարելի է բացահայտել, բայց եթե հանցագործությունները 1000 են, պետք է անպատիժ մնա։ Որ կառավարությունը հարց էր բարձրացրել, որ պետք է հետաքննվի ոչ միայն պատերազմը, այլ նաև դիվանագիտական աշխատանքը, նախապատերազմական իրավիճակը, ինչպես եղավ, որ մեր բանակցությունները բերեցին հասցրեցին պատերազմի, ինչ է եղել պատերազմի ժամանակ, ինչ է եղել պատերազմից հետո, ինչ է եղել Արցախում, ինչ է եղել թիկունքում, տնտեսական բոլոր խնդիրները, այս բոլոր հարցերը կառավարությունը համաձայնել է, դրել է ազգային ժողովի դիմաց, ավելին պահանջել է զեկույցը անպայման հրապարակել հանրայնացնել։ Ամիս առաջ էստեղ եք 11000 դասալիք ենք ունեցել։ Դրանով նաև Ուզում եք այդ 11000-ի անունները իմանալ։ Կարծում եմ այս զեկույցում պիտի 11000-ի անունները լինեն։ Անկալիք ունեք իշխանություններից, ձեր որդին անհետ կորություններից այնքան հիասթափված ու կուշտ եմ, որ չգիտեմ, ես երկար ժամանակ ոչ մի անգամ չէի գալի, ես իմ երեխու խաթեր եմ եկել, որովհետև գիտեմ իրան ամեն մի չնչին բանի համար կարող է հանկարծակի գան ու պրիդյեկա անեն, մի բան կպցնեն վրեն, եկել եմ ստե, որ հապահով լնեմ, տունը նստած չէի կարա հանգիստ, այ նախարարության շենքի մոտը, որ երեխուս զրպարտեցին, ոչ մի բան չէր արել, եկան ձերբակալեցին, տարան նստացրեցին, ես գիշերը գնացել եմ դատարան, չեն թողել անգամ իմ երեխուն տեսնեմ։ Հազարավոր sense պատմություններ կան։ Ունես հետաքրքիր է ինձ։ Սրանց հույսի ինչի վրա է։
Ուղղակի հույսի ինչի է։ Իսկ այս դեպքից հետո ինձ թվում է ոչ մեկի մոտ հարցեր չի առաջանալու, թե ինչ է սպասվում ընդհանրապես մեզ շուտով։ Կողնիցորի մոտ Արցախի ֆոնին նկարված արցախցիներին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել։ Բա Կողնիցորի մոտ Արցախի ֆոնին նկարված արցախցիները մարդիկ գնացել են կարոտներն առնել։ ԱԱԾ-ն սպասելա որ հետ գա ու ձերբակալել։ Ինձ հետաքրքիր է մի բան։ Այդ Եվանիս Կողնիձորը Հայաստան չի եւ որ փաստաթղթերի վրա։ Եվ ինչ հիմունքներով են դա ձերբակալել։ Ես կարող եմ պատասխանը նախորդ տալ։ Իրանք դա մասին չէին իմանա, եթե Ալիևը իրենց այդ հրանգները տված չուներ, որ իմ տարածքի ֆոնի վրա մարտանկարվել եւ դրանց ձերբակալել։ Թե չէ պատկերացնում եք ինչ է նշանակում ֆոնի վրա նկարել, ասկի ես գնամ Թուրքիայի ֆոնի վրա նկարեմ, Թուրքիա կներեք, Մասիսի ֆոնի վրա նկարվեմ, ինձ ձերբակալեն դրան։ Դա էլ է լինելու շուտով։ Շուտով դա էլ է լինելու են չզարմանաք, եթե սկսեմ վերնիսաժից Արարատի նկարով ինչքան գործեր կան, նկար քանդակագործ, քանդակներ կամ ոսկե իրեր, վաղը սկսեն հավաքել, արկել են, տուգանել, ներել, հարկայինագա անիմաստ տուգանքներ գրի, հարկերը թանկացնես, եթե դու Արարատ ես նկարում, պետք է ասենք ինչ որ քեզ չի վաղը անելու է այն ինչ որ այսօր մենք նույնիսկ չենք պատկերացնում, որտեղ ով կարող է պատկերացնել, որ Կողնիձորում Արցախի ֆոնի, այդ ծառերի ֆոնին մարդիկ գնան նկարվեն, իրենց կան ձերբակալեն Հայաստանի ԱԱԾ-ն։ Ինչ պետք է մեղադրեն, որ սահմանա խախտե։ Որ սահման է, երբ է սահմանագծում արվել։ Հարց այ ԱԱԾ, այ թուրքի գործակալներ, այ թուրքի գործիքներ ցույց տալու եք դուք իրավաբանորեն որտեղ է սահմանը ու երբ է եղել սահմանազատում սահմանագծումը հաստատվել հանրաքվեով բոլոր հնարավոր ձևով, ոչ թե Նիկոլի քարտեզով, այ Նիկոլացիներ, այ Նիկոլի ծնունդներ։ Դուք էսի չեք կարես քրեական գործը կառուցեք, որովհետև ասենք Նիկոլն ասել է, որ սա է Հայաստանը։ Այդ դեպքում դուք բոլոր արցախցիներին պետք է ձերբակալեք, որովհետև իրանք Արցախի ֆոնի վրա բան ունեն, նկարներ ունեն։ Իրանք ընդեղ ապրել են։ Բոլոր հայերից պետք է ձերբակալեք, որտեղ մենք գնացել եկել ենք Արցախ։ Ինձ առաջին հերթին։ Դրա համար։ Այդ ո՞րն է այդ հիմքը իրավական։ Որ դուք բոշա չեք արա։ Ինչ եք սարքել օրենքը, իրավունքը։ Ընդհանրապես Հայաստանը ինչ եք սարքել, դուք սրա տակից կարաք դուրս գաք։ Թե դուք էլ բանը Սիսակ Գաբրելյանի նման այն հույսով եք, որ պետություն չեղավ ով է հաշիվ պահանջելու։ Ձեր հույսն էլ է էդի։ Դուք եք այն հույսով, որ պետությունը փուրն եք տալու, ձեզանից հաշիվ պահանջող չի լինելու։ Ես նույնիսկ ասեմ։ Եթե մարդը դեռ չի հասկացել ինչ է կատարվելու, Արցախի դատարկման ժամանակ հիշում եք թուրքերի գրառումները, որ առաջարկում էին գինեն, աուկցիոն էին հանել մեր աղջիկներին ու կանանց։ Ասում էին 500-ից $1000 փող էին առաջարկում ըստ տարիքի։ Գրում էին մանկահասակ երեխուց, սկսած ասում էին գտեք, բռնեք, բերեք, ով բերեց այսքան փող է հասնում։ Սա է ձեզ սպասվում։ Ու դուք չմտածեք, եթե դուք իրենց ծառայում եք, ձեր աղջիկները իրենց համար տարբերություն են տալու։ Ձեր կանայք, ձեր մայրերը, ես չգիտեմ դեռ ինչ ունեք։ Այս կարգի կլինի։ Տանենք։ Գործադիրը չի բացահայտում բարձրաստիճան պաշտոնյաների պատկերվածների չափերը։ Եվ այսպես կառավարությունը հրաժարվել է Ազատությանը հայտնել, թե անցած տարվա երկրորդ կիսամյակի գնահատման արդյունքներով որքան պատկերավճար են ստանալու վարչապետը, փոխվարչապետը, նախարարները։ Գրավոր հարցմանի պատասխան այսօր միայն հայտնել են, որ նշված պաշտոնյաների վարձատրության մասին տեղեկությունը
չեն կարող տրամադրել, հաշվի առնելով տեղեկատվության, ազատության, անձնական տվյալների մասին օրենքներով, աշխատանքային օրենք, մի խոսքով, ըստ նախատեսված սահմանափակումներ։ Այսինքն հանգամանքը, որ իրենք հրապարակեցին իրենց պատկերավճարը եւ հասկացան, որ ժողովրդի մոտ չընկալվեց, թե ինչի պետք է դրանք 7 միլիոն, 12, 15 միլիոն, 20 միլիոն պատկերավճար ստանան, որոշել են հիմա ընդհանրապես այս ոչ մի բան չասել, բացարձակապես։ Ես հիմա գանք ամենակարևորին։ Այս նայք հետո ես ասեմ։ $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուի Գալյանը ոչ միայն կարող է 200,000 տուն ունենալ, այլև ապրել շատ ավելի ճոխ պայմաններում, քան օրինակ իր իսպանացի գործընկեր Ֆելիքս Բոլանյոսը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր աշխատավարձով ու պարգևավճարներով ավելի շատ բան կարող է իր ու իր ընտանիքի համար գնել, քան Իտալիայի իր պաշտոնակից Մարինա Էլվիորա Կալդերոնեն։ Համեմատությունների այս ցանկը շարունակելի է։ Եթե զարմացել եք, հարմար տեղավորվեք ձեր աթոռներում, իսկ թե կանգնած եք, պինդ բռնվեք։ Եկեք մերոնց պարգևավճարների թեման փորփրենք։ Ես ագետեք ինչ եմ անում ցույց տալի, որովհետև այսօր իմ ընկերներից երկու հոգի, մեկը Հայաստանից, մեկը Շվեյցարիայից զանգեցին, ասացին ինչ որ բաներ կան Հայաստանում, սկսել են առաջարկել անվճար բուժումներ, դեղեր, հետազոտություններ, եւ ժողովուրդը գայթակղված կարող է սկսի Փաշինյանի գով կանել կամ արդեն սկսել է Փաշինյանի գով կանել, ինչ որ մի մասը, ասի հետաքրքիր է։ Մի հատ էսի նայեք, հետո խոսենք դրա մասին։ Ընդհանուր ավելի քան 12 միլիոն դոլարի խրախուսական վճարների երկրորդ փաթեթը կառավարությունը մի քանի շաբաթ առաջ հաստատեց։ Պաշտոնյաները գումարը մաս-մաս կստանան մինչ այս տարվա կեսը։ Գումարն այս անգամ նույնիսկ ավելի մեծ է, քան աղմկահարույց առաջին որոշումը, որի հիմնական շահառուներն, ինչպես պարզվեց, հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, վարչապետն ու նախարարները։ Նրանց տրամադրված պարգևավճարները միայն առաջին փաթեթով մի քանի միլիոն դրամ էր կազմում, դատելով երկրորդի ընդհանուր ծավալից բարձրաստիճաններին հասնող գումարը կարող է ավելի շատ լինել։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների են արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ են կանում։ Պաշտոնյաներն իրենց ստացած 7-անիշ Շատ կարևոր քայլ են անում։ Այո։ Հիմա վերադառնանք այն խնդրին, որի մասին ես որ ասեցի։ Որոշակի անալիզներ, հետազոտություններ, նույնիսկ վիրահատություններ դեղեր սկսել են անվճար անել Հայաստանում։ Օ լալա, այս ինչ լավ բան է։ Դե հիմա հասկանանք ինչու եւ ոնց։ Սկզբից հասկանանք ինչպես է դա հնարավոր։ Փաստորեն դա հնարավոր է։ Մի բան, որ նախատեսված չէր նույնիսկ բյուջեով տարվա, փաստորեն ընտրությունից երկու ամիս առաջ հնարավոր է։ Ընդունում եմ, որ հնարավոր է, հարց, բա ինչի 8 տարի տենց չէր։ Այսինքն սա հնարավոր էր, պետությունը կարող էր իրան թույլ տալ։ Բա 8 տարի ինչի սենց չէր։ Ինչքան մարդ է մահացել, դեղի, վիրահատության պակասից, հետազոտությունների հնարավորություն չունենալու պակասից հաշվել ենք մենք։ Հաշվել ենք մենք, քանի է մարդ է մահացել հիվանդանոց չգնալու պատճառով, այսինքն փող չունեցը մարդ հետազոտվի, վիրահատվի, դեղ գնի, հաշվել ենք մենք այդ թվերը։ Ու մեկ էլ հիմա պարզվում է, թե հնարավոր է։ Փաստորեն, եթե հնարավոր է, ու իշխանությունը 8 տարի չի արել, նշանակում է այդ մարդկանց մահվան պատճառը հենց ինքն է։ Եվ դրանք բերել են ոչ միայն մահվան ախր, դրանք տարբեր աստիճանի առողջությանը վնասներ նաև հասցրել, չէ՞։ Այն թոշակառուի վերջի կոպեկն է վերջո քանվել, տրվել այդ հիվանդանոցներին։ Եթե հնարավոր էր ինչի չէր արվում, իսկ հիմա հակառակը նայենք։ Հնարավոր չէր։ Հիմա են անում, ընդ որում անում են բժիշկների աշխատավարձի հաշվին, սա արդեն հստակ ինֆորմացիա է։ Ես ասեմ, ոչ միայն բժիշկների աշխատավարձի հաշվին, նաև այդ հիվանդանոցների հաշվին, որոնց վզին կոպիտ դրած է, չոտքի, այս 2 ամիսը պետք է յոլա տանեք։ Հետո ձեզ հաստատություն, ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արդեն սակագները որոշեք ձեր համար։ Նախընտրական կաշառք,
Այո, դրա մասին ասում են հենց բժիշկները։ Պետք է դիմանաք։ Հայ։ Իսկ այն հանգամանքը, որ մի անալիզը հասնում է տասնյակ հազարների, դրանք ուռճացված փնթվերն են, որոնք ուղղակի ֆիզիկապես իրավունք չունեն գոյությունը։ Իսկ եթե մի քանի հիվանդանոց կլինիկա իր եկամուտների մեջ այդքան չի, ասենց ասեմ, գոհանա, ոչինչ, դրանք կոմպենսացվեն հետո գրանտների միջոցով, պետական գնումների միջոցով, հարկային արտոնությունների միջոցով, կարևորը որ այս ընթացքում, այս երկու ամսվա մեջ իրենք կարողանան քերել հնարավոր ձայները, որ այս տականքը իր ոհմակին տալիք ունենա նաև պաշտպանության։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների են արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ են անում։ Իրանք իրաց փողը տալիս են, որ մեր պետությունը զարգանա, հասկանում եք։ Այս ընթացքում չմտածեք, որ ձեզ բժշկությունը անվճար է, Ժողովուրդ ջան, ամեն ինչի դիմաց վաղ թե ուշ վճարում եք։ Ուղղակի վճարման տարբեր ձևեր կա։ Մենք արդեն վճարել ենք իր իշխանության համար Արցախով, Սյունիքով, Ջերմուկով, Ոսկեպարով, Բաղանիսով մենք արդեն վճարել ենք։ Հիմա հաջորդ էտապը վճարելու այս երկու ամսվա բարձրացած թոշակների, չգիտեմ, բժշկական օգնությունների դրանք էլ է վճարվելու։ Մի մասի դիմաց մասնակի արդեն բժիշկներն են վճարում իրենց աշխատավարձով եւ հիվանդանոցները կվճարեն իրենց բյուջեներից եւ հնարավորություններից, մյուս մասով այս ամեն ինչի դիմաց իշխանություն ստանալուց հետո մենք ենք բոլորս վճարելու մեր երկրով, մեր ապագայով, մեր երեխեքով։ Հասկացանք իրար։ Տեսեք որ տարբերակն է։ Մենք չենք կարող ասել ոչ էսա, ոչ այնա, ոչ։ Եթե հնարավոր էր, ուրեմն 8 տարի մեզ խաբել են։ Եթե հնարավոր չէր, հատուկ են անում, այո, հնարավոր չէր, հատուկ են ասում, հնարավոր էր ինչ-որ մի բան, ինչ-որ մի բան, ապահովագրություն պետք է լիներ, հավաքարկ պետք է լիներ, այսինքն ինչ որ իմացվում է, դա Ամերիկայի պրակտիկայում դա նորմալ գործող, եւ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում է նորմալ գործող համակարգ դա։ Ոչ մի արտահայտ բան չկա։ Բայց ինչ են հիմա անում, ընդ որում ոչ թե բյուջեի հաշվին, այլ բժիշկների, հիվանդանոցների եւ այլն։ Երկու ամիս կդիմանան, չէ՞ որ մի ամբողջ պաշտպանության բյուջեն են 150 միլիարդ կտրե զակազները հանել միջև հունիս, որ ստեղ մի երկու ամիս թոշակ տան, որ իրաց հնարավորին չափ զայն ստանան։ Պաշտպանության նախարարությունից ներ են կտրում, բժիշկների աշխատավարձներ են կտրում, որ այո, այս ընթացքով ինչ ասես, բացրես։ Հույս ունենալով, որ իրենք դրա դիմաց ինչ որ ձայներ են հասնելու։ Ինչ որ, իսկ հիմա լսենք մեր պապիկը սանի այս մասին ինչ ասում։ Հայրենիք ածախը, հայրենիք։ Ինչ թոշակ։ Ես դրան вообще չեմ էլ ուզում իմանամ։ Էդ ինչ են այդ խլամներ։ Նիկոլի անուն միտու, չեմ էլ ուզում լսեմ։ Ինչու՞։ Ասում է թոշակները բարձրացրել է։ Ինչ թոշակ, ինչ։ Հայրենիք ածախը, հայրենիք։ Հայ մարդու պատասխանը հենց սենց էլ պետք է լինի։ Ունես որ հարգելի թոշակառուներ, հարգելի հայրենակիցներ, այն ինչ որ դուք ստանաք բժշկություն, դա ձեր գումարի դիմաց եք դուք ստանում, ձեր թալանված լինելու դիմաց եք դուք ստանում, դա ձեզ օրենքով հասնում է, դուք այդ պետության քաղաքացիներն եք եւ պետությունը պարտավոր է ձեր նկատմամբ օգտվել։ Սա Փաշինյան Նիկոլը չի տալիս ձեզ։ Հակառակ ինքը միևնույն ժամանակ էլ չի էլ զեկուցում ինչքան է տալի։ Ըստ պահանջի թալանում են, ասում են, սա պետության զարգացման համար կարևոր քայլ է, այո։ Ձեզ կրճոնները իրենց միլիոնները։ Բայց այդ կրճոնների համար մենք բոլորս ենք վճարելու շուտով։ Այո։ Այն ինչ որ կկատարվի Հայաստանում հունիսի 7-ից հետո հանկարծ այդ ճիվաղը, չեմ ասում նա մեծամասնություն հանկարծ եթե ստանա խորհրդարանը։ Այն ժամանակ մենք կդնենք, սկսենք հաշվել, մենք ոնց ենք սկսելու վճարել այս ամեն ինչի համար։ Ինչ դառը, ինչ արյունով ենք վճարելու այս ամեն ինչի համար։ Այո, այն ժամանակ սպասենք պատերազմին, որովհետև պատերազմի համար մի շատ կարևոր հանգամանք է պետք է Ալիևին։
որ Փաշինյան Նիկոլը լինի իշխանության, որպեսզի Հայաստանում հանկարծ դիմադրություն չլինի իր նկատմամբ։ Հիշեք, պատերազմի համար Ալիևին Նիկոլա պետք։ Ու հենց Նիկոլ եղավ այն ժամանակ ապահոված է պատերազմը։ Բայց Նիկոլը չի տանասել, վերցրա, չէ, գալը երկու հատ ուրիշ տեղ կրակեն, բան, ասի փրկում եմ, 35,000 դե ոնց փրկեցի, հիշում եք, Արցախում, Ստեփանակերտում, ինքը առաջին օրը 25,000, երկրորդը 30,000, երրորդ օրը 35,000 մարդ էր փրկել։ Չէ, ձևի մի բան կմտածեն։ Այո, հենց տենց էլ անելու ենք։ Ես հիմա անդրադառնամ ես KGB-ի ներդրած առնետներին բոլոր տեղերում, հա, Արարատ Միրզոյանից սկսած մինչև վերջի առնետը։ Ձեր գործողությունները, ձեր ամբողջ թիմի ոչ միայն գրանցված է, հա, նաև տեսանելի է, որովհետև սա միայնակը չի ախր, միայնակը չի։ Մի հատ այս կենթանունը լսենք։ Իշխանությունները ձեզ անիրապես, երբ գալիս են ընտրությունների ժամանակը, իշխանությունները ձեզ անիրապես հիշում են։ Նրանք ձեր հետևից կգան նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր գյուղը, Ձմռան Ցրտին եւ Ամռան Տապին, տեղատարակ Անձրևի եւ ձյան ժամանակ, կգան ձեզ խնդրելու, համոզելու, սիրաշահելու, նույնիսկ հոգիները կծախեն սատանային, միայն թե իրենց ընտրեք։ Հետո ընտրությունները կանցնեն, եւ դուք ձեր խնդիրներով կդիմեք իշխանություններին, բայց ձայն բարբարո անապատի։ Ձեզ ոչ ոք չի լսի։ Իսկ եթե լսեն, կասեն, որ դրանք իրենց իրավասություններից դուրս են, որ օրենքն այլ բան է պահանջում։ Իսկ եթե դուք շատ պնդեք ու բողոքեք, ձեզ կանպատվեն ու կսպառնան։ Եթե որոշեք դուրս գալ փողոց եւ բողոքեք, ձեզ կծեծեն ու կձերբակալեն։ Երբ Այո, հիշում եք, չէ՞, ով է։ Ես վստահ եմ, որ միջև սրանց իշխանության գալը, միջև այս վերջը, այս անուն նույնիսկ մարդ չկար, որ լսած ուներ։ Ով էր պետք, ում էր պետք ինքը, եւ ընդհանրապես իրենք։ Ում տեսնում եք Փաշինյան Նիկոլի կողքը։ Արարատ Միրզոյանը չի մենակ։ Ուղղակի մենք դրամասին չենք իմանա, եթե Միքայել Մինասյանը սրա ձեռքով գրած թուղթը չհրապարակայնեցներ։ Իսկ սպասում եմ Սերժիկ Սարգսյանը երբ հանելու սրա թուղթը, հա, այս խոսացողի թուղթը, Ալեն Սիմոնյան կապիկի թուղթը, հասկանում եք։ Ես սպասում եմ, էլի։ Ինչի՞ ես ոտդ հետ կբանա կախկցում, տղա ջան։ Ասա էլի։ Հանի, մեկը մենք գիտենք։ Մեկը մենք գիտենք, որ սրանք բոլորը ձեր կողմից հավաքագրված, պատրաստված, սնած, շահած, պահած, որ հանկարծ սրանց գլխից մաս չպակասի, ու վերջում իշխանության բերած, որ բերեն հասցնեն ավարտին այս գործընթացը։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ գիտենք։ Ասելիքս ինչ է, Կոնջոյան Հայկ։ Ամեն անգամ բերանդ բացելուց եւ ոչ միայն դու։ Հիշեք, մենք ձեր մասին ամեն ինչ գիտենք։ Ամեն ինչ գիտենք։ Սիսա Գաբրիելյան, ամեն ինչ գիտենք։ Վստահ եղեք։ Այն ինչ որ չգիտենք, դուք եք պատմելու մեզ։ Եթե բան կա մեր աչքից վրիպելը, դուք պատմել եք, օրը գալու է գրիչը տալու են ձեռոտ, ասում, գրի։ Ու դες երբերում գիտեք սանց հետ ինչ ալին։ Չես կարողանում հետո ձեռից գրիչը վերցնել, ասում ես, այ տղա ջան, ձեռը թողնել է հերիքա գրեց, ասում, չէ, թող, հազիվ հիշել եմ, հազիվ մուսաս եկել է, թող գրեմ։ Վայ։ Անեցօր օրը գալու է գրելու եք դուք։ Ու մենք պետություն ունենալու ենք, պետությունը ձեր դեմից գալու է անպայման։ Հիմա դուրս են այդ ինչա կատարվում։ Ու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։ Հիմա գանք այս սրա հույսին, այն որ հույսը դրել է սրանց վրա, այն որ ես կոչ եմ անում բոլոր լրագրողները, իրավապաշտպան մարմինները, չգիտեմ, Human Rights-ը, Amnesty International-ը եւ այլն։ Դիմել սրանց ուղարկել ես ամեն բոլոր հանցագործությունները հենց սրանց, որովհետեւ Եվրոմիությունը որոշել է անպայման մի շատ մոբիլ արագարձագանքման խումբ ուղարկի Հայաստան։ Ուղղակի իրաց պետք է ասեն մի բան։ Դու գալու եք Հայաստան, ընտրությունների որակ է հետևելու, ոչ թե Փաշինյան Նիկոլի հանցանքների վրա աչք փակելու։ Այստեղ շատ կարևոր անդրադարձ կա, որտեղ իմ հետ որ խոսում են, ասում են դու դեմ ես, ինչի որ գան եվրոդիտորդները Հայաստան։ Հասկացեք, ես օրվա ընթացքում այնքան հարցեր եմ ստիպացնում պատասխանել։ Ես ափսոսում եմ, որ իմ այդքան խոսալուց հետո ես այդ հարցերին պետք է նաև պատասխանեմ։ Ես դեմ չեմ, որ եվրոդիտորդները Հայաստան գան։ Եվ ընդհանրապես ոչ մի դիտորդի ես դեմ չեմ։ Բայց ու նախորդ գալիս են Նիկոլ Փաշինյանի հանցանքները
արդեն կանխորոշ որոշված պաշտպանելու, աչք փակելու, լեգիտիմացնելու համար ես այդպես դիտորդներին դեմ եմ։ Ուզում է Եվրոպայից չէ, որտեղից ուզում է գա։ Որպեսզի սրանք հասկանան իրենց իրական, պետք է իրենց իրական միսիան, որ հետևելն է, ոչ թե իշխող կուսակցության հանցագործությունները արդարացնելը, ինչա թե հնարավոր է դիմացինը ռուսամետ ուժը։ Այս է պետք է կանխել։ Հիշում եք գործիքակազմի եւ մեթոդաբանության որ խոսում էի։ Այս է գործիքակազմը։ Այս գործիքակազմը մեր գործիքակազմով պետք է նեյտրալիզացնել։ Իսկ ինֆորմացիան պետք է փակել ճիշտ ինֆորմացիա։ Պետք է սրանք օրեկան ստանան այդ զեկույցները։ Թե կլինեն անհատներ կանեն շատ լավ, թե կլինեն կուսակցություններ կանեն շատ լավ։ Բայց եթե չեն լինի, մենք դա պետք է ստեղծենք։ Մարդու մոտ, ներապականների մոտ ասում են որպես հայ մարդ, տեսեք Այս տականքին հիշում եք, այս են Հակոբ Ասլանյանն է։ Այն որ սրան ավտոբուսի մեջ ճանաչել են, ասել են այ, ինչին ասել, այ բիժված, կատես ման ասել է, դու ես ավտոբուսել ես նստում, հետո այդ տղուն ինվալիդ սարքեցին, բողոքել ես, այս տականքն է, Ես ես ոչ մի ինչ-որ ինչ ա եղել, եռաբլուր եղել է, ինչ ա եղել, անցանք, իրար հետ չեք հասկացել, չեք ըմբռնել, էդի առօրյա, էդի հետ, անցանք։ Հիմա այսօր լուրջ արցա, ազգի ճակատագրի հարցնա, համաձայն եք, չէ որ պետք է ազգի դավաճանները պատժվեն։ Ոչ թե համաձայն եմ, ձեր կողքին եմ։ Շո, ապրեք, մենք էլ ենք շնորհակալ։ Իմացաք, որ տեսողանից պարոն Ասլանյանն էլ է միանում ես կոչին։ Ուրեմն ձեզ ասեմ։ Էլիս թվում է չարժի եկա։ Ես կողմ եմ ու ես ասել եմ։ Ձեզ ձերը սխմեն պարոն Ասլանյան։ Ասել եմ, երբ որ ինձ տվեցին այդ հսկայական տրցակը, ես ասացի ես կանեմ, պետք է կարդամ, որ իմանամ։ Ինչի դուք համառոտ չեք տվել։ Ասեմ, ես հիմա իրավունք ունեմ գնալ Մեկ վարքյան ձեզ ընդհատեմ, ժողովուրդ ջան, լրատվամիջոցներ ջան, 4-ը նամակ ա գնում Անդրանիկ Քոչարյանին, Կոնջորյանին, Օհանյանին եւ Մամիջանյանին։ Այս բանին փոխանցում ենք պատասխանը կոալիցիաների ղեկավարներին։ Ես գիտեմ արդեն, հա։ Ես իրենց ասացի, ինչու դուք այն վիճակով չեք դրել, որ եթե պետական ինչ որ գաղտնիք կա, որ չի կարելի հասու լինել սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանրայնացնեք, ժողովրդին պետք է տալ իրողությունը։ Ես հիմա արդեն մի ուրիշ կուսակցության, մաս կուսակցության փոխնախագահ եմ եւ ինք արդեն էլ քպայական չի, ինք արդեն անուն չէ, այդ են կարտոֆիլի։ Լավ, Ազարյան Հովիկը, հա, ինքը արդեն Ազարյան Հովիկի փոխնախագահը եւ ինքը ասում է ինչու դուք էդի չեք բացահայտել։ Բայց սան հիշացեք, որ ինքը այն ժամանակ քպայական էր։ Բայց ժամանակ ասել է կենթանակեր։ Այն ժամանակ ով է սազենը լսել։ Ով է որևէ առարկություն լսել ընդհանրապես մեկից այդ առումով։ Ուղղակի խեղճ ընկերները երևի մտածում են, ահա վերջապես մի հատ լավ բան լսեցինք մեկից, մեր այդ համաձայն մարդ կա, բայց մոռացել են ախր չէ՞ որ այդ ժամանակ էսի կպայական էր։ Դրանցից մեկն էր։ Բայց ժամանակ անել բացահայտեիր, ասել դեմ եմ ես ամեն ինչին, կռիվ տայր։ Հրաժարական ներկայացնել սկզբունքային տղա էր։ Իհարկե նման բան չէր կարող լինել։ Հիմա արագ անցնենք միջազգային նորությունները ու գանք Հայաստան, տեսնենք մեր մոտ ինչ է կատարվում։ Էլի։ Այսինքն ինչ որ կատարվում է դրսում ուղիղ ազդում է մեր վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ուղղորդվում են հենց ուղիղ Իսրայելից։ Դրանց շեֆերից սկսած մինչև այդ եկեղեցուցիսակարգ, օրակարգ, ամեն ինչ ուղղորդվում է։ Եվ պարզվում է, այո, այդ եկեղեցիների ղեկավարներից, պաստորներից, այո, մարդիկ կան, որ էլի այս մարտակեր հրեշներից են։ Այս մարտակեր քրիստոնեական տարբեր ուղղություններով եկեղեցու ղեկավարներ են։ Ու գտել են, հանձնել են ու դադարեցել է այդ մարդը, պարտադրել են, որ դադարեցնի իր ծառայությունները։ Իսկ սա այն փաստն է, որտեղ նորից նկար են գտել Փեմբոնդի Թրամփի գիրկը,
Էփստենի կղզում, Էփստենի տանը։ Դրա համար էլ երկու շաբաթ Փենմոնդի ձայնը չի լսում Թրամփի դատախազին։ Սրանք բոլորը իրար հետ կդատվեն անշուշտ, ես ժամկետները չեմ կարող ասել։ Ու ուրախ եմ, որ այս ամեն ինչը տենց արագ ընթանում, քանի որ արդյունքում Թրամփի ուղու մասին այդ սղոցող, ականջասղոցող ձայները էլ չկա, դադարելա։ Կարծես թե բոլորը հասկանում են, որ այսօր Թրամփի վրա հույս դնելը, ինչ ասեմ, ուզում Նիկոլի խոսքի վրա հույս դնես։ Հենց որ մենք ինչ ասել ենք, լինում է հերթով։ Ասա լսենք։ Սա The Telegraph-ն է գրում։ Լրիվ խոսքային անալիզ անում, ինչ կատարվեց այս 3 շաբաթվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ չէր հաշվի առել Իսրայելի հետ, ոնց այս ընթացքում փոխվեց աշխարհակարգը, ուղղակի աշների առաջ բոլորի փոխվեց, եւ ոնց են որոշ քաղաքական գործիչներ մնացել հին տոմարի մեջ ու չեն հասկանում իրականում ինչ է կատարվում։ Ու վերջում արձանագրում է The Telegraph-ը, որ Իրանը հստակ գնում է դեպի իր հաղթանակի ճանապարհով, որովհետև Իրանի չփլուզվելը իր համար արդեն հաղթանակ է։ Իսկ Իրանին փլուզելու ոչ մի նույնիսկ շանս չի տեսնում այսօր ոչ Իսրայելը, ոչ Թրամփը։ Ինքն էլ իրենք էլ արդեն դադարել են խոսել ոչ ռեժիմի փոփոխություններից, ոչ պատերազմը հաղթելու հավանականությունից, դադարել են ուղղակի խոսալ։ Եվ արձանագրում է, որ Իրանը փաստացի հստակ գնում է իր հաղթանակի նախորդ գրած ճանապարհով։ Եվ դա են վկայում ամեն ինչ։ Եվ բենզինի գները, ընդ որում, խաղի կանոնները, որոնք Իրանը այս ընթացքում սահմանեց։ Իրանը արեց այս ընթացքում մի բան, որ երբեք չէր արել ու չէր էլ անելու։ Ինքը դրել է ամեն մի տանկերի վրա 2 միլիոն դոլար վճար, եթե դու ուզում ես անցնես այս տարածքով, պետք է վճարես։ Մի բան որ ազատ եղել, Թրամփը Իրան այդ բանի չի օգտվել, փող չի ստացել դրա դիմաց։ Հիմա կամ յուանով ես գնում, հա, կամ եթե դու արդեն գնել ես, քեզ շատ պետք է, 2 միլիոն տալիս ես ու շարժվում ես առաջ։ Ինքը ապացուցեց, որ ինքն է տարածքի տերը եւ իր որոշման դեմ ոչ մի ուժ ազդեցություն չունի։ Եվ որոշ երկրներ անցան յուանի չինական ընթացքում աճում է չինական տնտեսությունը, յուանի պահանջարկն է մեծացել, հեղինակությունը, դիրքերը քաղաքական եւ այլն։ Իսկ Իրանի հեղինակությունը Եվրոպայում անգամներ ավելացել է այս պատերազմի արդյունքում, հակառակ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հեղինակությանը։ Այդ չեմ ասում, որ եվրոպական երկրներն արդեն սանկցիաներ են կիրառում կամ պլանավորում իմաստներ կիրառելու Իսրայելի, առայժմ Իսրայելի, բայց չի բացառում վաղը նաեւ ամերիկյան արտադրանքի նկատմամբ այդ սանկցիաները կիրառվի։ Մի խոսքով շատ երկարորդված է, ես չեմ կարող այդպես հաթած ձեր համար ընդհանուր մաներով եմ ձեզ ներկայացնում, The Telegraph-ն է գրում, որ փաստացի Իրանը հաղթում է։ Ի սկզբանե ասել եմ եւ պնդում եմ, Իրանը հաղթելու էր եւ Իրանը հաղթում է, որովհետեւ չի կարող 50 տարվա երկիրը Իսրայելի նման հաղթի մի երկիր, որ առնվազն ասենք 5000 տարվա պատմություն ունի, եւ այդ ամբողջ պատմության ընթացքում մի սանտիմ չի փոխվել իր քարտեզի վրա։ Նշանակում այդ երկիրը ավանդույթներ ունի, կառավարման համակարգի, թեկուզ վատ։ Բայց վատ կառավարման համակարգը այդ երկիրը պահել է, որ երկիրը անցել է բոլոր տեսակի ցնցումների միջով։ Այս ձևով։ Իսկ մնացած հարցերը, ժողովրդավարություն եւ այլն, այդ Իրանի որոշելու բան է, իր ժողովրդի որոշելու բան է։ Բայց երբ որ այդ ժողովրդին գալիս են ասում, ես քեզ եկել եմ փրկելու, ինչպես Թրամփը խոստացավ։ Թրամփը խոստացավ երիտասարդներին, ասեց դուրս եկեք ձեր կառավարությունը ջարդեք, ես ձեր թիկունքին եմ, ու սկսվեց այն ինչի արդյունքում Իրանը տվեց, ասում են, տասնյակ հազարավոր զոհեր։ Թրամփը պահեց այդ երեխային։ Չէ։ Այդ երեխեքը մտածում են, Ամերիկան գալիս է իրենց փրկելու։ Հետո տեսավ չերավ ռեժիմը տապալել, սկսեց պատերազմը։ Այդ երեխեքը պետք է իրան ուղղակի միս որպես։ Ինչպես հիմա ինքը ուզում է օգտագործի ամերիկյան զինվորների որպես միս,
Ծանր է Իսրայելի եւ Ամերիկայի վիճակը։ Շատ ավելի քան Իրանի։ Իրանի ինչով է։ Իրանի վիճակը այո տնտեսական դեռ լուրջ կորուստներ ունի, բայց ինքը պատերազմում է իր գոյության համար։ Իսկ Իսրայելում ապրող այդ լյուքս տներում, բարձրահարկ շենքերում ապրողները չեն մտածում, որ երբևէ իրենք մնալու են անտուն։ Իմ ջալոց ես նկարներ նայեցի սոսկալի հետևանքներ ունեն դա։ Ու այս ընթացքում կուրիոզը լսեք, որ Թրամփը հանում է Իրանի վրայից սանկցիաները եւ 14 միլիարդի նավթ է գնում Իրանից, որպեսզի ապահովի ինչ որ չափով նավթի առկայություն աշխարհի վրա, որտեղ աշխարհի մնացած երկրները ուղղակի Ամերիկային փուռ կտան։ Ասեմ այս պատերազմից ինչ է այս նաև Իրանը։ Իր նավթը հիմա ինքը վաճառում է եռակի բարձր գներով եւ սանկցիաներից դուրս է եկել։ Ու այն որ հարձակվել էր իրան ոչնչացնելու, Իրանից 14 միլիարդի նավթ է գնում։ Սա է Իրանի ձեռքբերումը զուգահեռ։ Ու սա փոխում ամբողջ պատկերը։ Ինչ ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգները, կորցրեց դոլարի շուկան, կորցրեց նավթի շուկան, կորցրեց հորմուզը, հիմա հորմուզով անցնող բեռները վճարում են Իրանին, ինքն էլ նավթ է գնում Իրանից։ Վերջ։ Ընդ որում հետ նշահեց Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանն էլ իրավունք է ստացել Հնդկաստանի վաճառի նավթ առանց սանկցիաների։ Սա կորցրեց Իսրայելը եւ զուգահեռ Ուկրաինան, այո, որտեղ Ռուսաստանի հզորացումը, հաստատումը դա ուղղված է Ուկրաինային։ Խնդրեմ։ Այսինքն Թրամփն որ եկել էր մի օրվա մեջ խաղաղություն կնքեր եւ փրկեր ուկրաինացի ժողովրդին։ Ինչ ասեմ։ Եվ ես մեկ վատ նորություն Թրամփի համար, այսինքն այն ինչ որ ես էլի ասել եմ, ոչ մի բան ստեղ անակնկալ չկա։ Թրամփի ամենահավատարիմ կուսակիցը իրեն Նորթ Կարոլայնից սենատոր, Նորթ Կարոլայնա, սենատոր պարտվել է հսկայական տարբերությունով պարտվել է։ Սա ամենաավանդական վերջի 140 տարվա մեջ դեր եղել են հանրապետականներում։ Թրամփի շնորհիվ Թրամփի աջակցած տեխնացուն հսկայական տարբերությամբ պարտվել է երիտասարդ կադրի, ոչ մեկ չգիտեն նույնիսկ։ Այսինքն դες հայտնի մարդ չի, իհարկե գիտեն մարդ։ Եվս մեկ տարածք, սա միջանկյալ ընտրություններն են, որը կանխորոշում է վերջնականը։ Ոչ մի բան չի փոխվում հետո, որտեղ Թրամփը չի փոխվելու։ Թրամփը փոխվելու տարբերակ չունի, որտեղ ինքը չի որոշում իր գործողությունները։ Ինքը ուղղակի իրականացնում է այն, ինչ ակնճին կշնչնջա Նետանյահուն։ Կամ ասենք ցանկացած մեկը Իսրայելի կնեսետից։ Սա էլ Իրանն է, ամեն օր կրկնում է իր պահանջը, որ այնքան է շարունակվել այս պատերազմը, մինչև բոլոր սանկցիաները վերանան վրայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները վճարի բոլոր վնասների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հայտնվել այն կարգավիճակում, ինչ Գերմանիան 1918 թվականին Վերսալի պայմանագրի ժամանակ, եթե ինքը սկսի վճարել բոլոր վնասների դիմաց Իրանին հասցված, որովհետև Ամերիկան էլ փող չունի։ 32 տրիլիոն դոլար Ամերիկան պարտք ունի համաշխարհային բանկին։ Ես ուզում եմ Նետանյահուն լսեք կարճ, որ հասկանաք մենք ում դեմ ենք կռվում։ Jesus Christ has no advantage over Genghis Khan. Հիսուս Քրիստոսը ոչ մի առավելություն չունի Չինգիզ խանի նկատմամբ։ Because if you are strong enough, ruthless enough, powerful enough. Եթե ասում ես դու բավականաչափ ուժեղ ես, դաժան, ruthless, եւ հարուստ ես, evil will overcome good. Սատանան էլ է կամել լավություն։ Լսեք, այս մարդիկ այս բանով են ապրում։ Սա իրանց դավանանքն է։ Ուժեղ, դաժան եւ հարուստ։ Սատանան էլ է։ Ու բանը
Հիսուսն էլ համատում է Չինգիզ խանից, ասում դրանից լավ չի։ Ժողովուրդ, այս ամեն ինչի հետ միասին չդառնալ հակահարյա շատ դժվար է։ Իսկ ես իրավունք չունեմ դա ինձ թույլ տալու, որովհետև ես աշխատում եմ հрьяաների հետ։ Ես այսօր էլ աշխատանքի գնացել իմ գոլեգաների շփվում եմ, բոլորը հрьяաներ։ Նյու Յորքում չես կարող ապրես, աշխատես էնել, հա, աշխարհ գույքի շուկայի այդ ոլորտում շփվես ինվեստորների, բիզնեսմենների հետ ու դու խուսափես հрьяաներից բացառվում է, որովհետև իրանք են հիմնական 90% իրանք են։ Եվ սահմանագիծը, որ պետք է պահել հասկանալ ով է սատանիստ, ով է իրոք սատանա, ով ցիվիլը մարդը հասցրել դառնալ այս ընթացքում։ Շատ դժվար է, բայց պետք է միշտ հիշել, որ կա եւ նա, եւ ծայրահեղությունների մեջ պետք չի ընկնել։ Այն որ ես խոսում եմ, որ չի կարելի որ իրանք մտնեն Հայաստան ռազմական ոլորտի ճակերտավոր իմաստով։ Ես նկատում եմ պետությունը։ Հենց այս պետությունը, որ ինքը պետությունն է որպես մտնում, այն էլ ռազմական ոլորտ։ Ոչ թե այդ, որ հրեական իր միանգամից պետք է բռնել։ Ես այդ մասին բան չեմ ասել։ Բայց որ ուշադիր պետք է նայել ինչ անում, դա անպայման է։ Ինչի համար ասած ով ավարտել։ Ով ինչի համար ավարտել։ Չէ՞ որ ես այնց կառույցները շատ լավ գիտեմ։ Հասնացուների ինստիտուտից սկսած, իրանք ունեն այդ հասնացուների ինստիտուտը։ Հա, որոնք թիրախավորված ամուսնանում են պոտենցիալ ունեցող այլազգի երիտասարդների հետ։ Ինչպիսին Չարլի Քյուրթներ։ Իրենց կանխատեսումով ապագա նախագահ, որ արդեն իրենց տուտանկին գցել էին կողքը եւ այլն եւ շարունակ այսինքն շատ բան գիտեմ զգուշանալու համար, բայց դա չի նշանակում, որ եթե ասում ենք հրեային անպայման է սատանիստներից է։ Ոչ։ Ծայրահեղությունների մեջ չենք ընկնում, բայց չենք էլ մոռանում սրա մասին։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Ես չգիտեմ ինքը կընտրվի թե չի ընտրվի, որովհետև իմ նման կարծիք ունեցողները շատ են։ Այդ որ մի երկու հոգու գումար են տալիս գցեն փողոցներ, նրանց էին ասում գումար տվին ընտրեցին, դուք ավելի բեթար եք։ Ոմն մի քանի մարդու տալիս են եւ ընքան են վիրավորվում ծնողազուրկ այդ մայրերի փոխարեն, որ ասում են դե խաղաղություն է, ինչ խաղաղություն։ Մորթեցին տան, եթե քու զավակն էր դուք ասեիք, դե խաղաղություն է, ապրի Նիկոլը, միայն Նիկոլը։ Այսօր մեկի հետ էլ խոսում էինք, ասի ինչա դուրս գալի այդ բժշկական պահով։ Արի ես քեզ բուժեմ, դու մոռացի, որ այդ խոտ զավակից սպանել եմ, հա։ Գործարքի ենք գնում։ Չէ, գործարք չկա։ Իրանց պարտականությունն է ձեր բուժելը։ Իրանց պարտականությունն է ու դա ձեր իրավունքն է։ Ու դա բոլորովին չի նշանակում, որ դուք ինչ-որ բանով պարտավոր եք մի բան մոռանալ։ Չէի կասի, էգոիստ մեկ լինի։ Մենք տվեցինք Ղարաբաղ եւ մենք տվեցինք ընտիր տղաներ, որոնց այն որ իրանց ճոխ հարսանիքներն անում են ու դմբլդուզանում ու իրանց երեխեքին պսակուտ հագանում, նրանք էլ էին ուզում այդ օրվան արժանանան։ Չի կարելի մոռանալ նրանց այրունը։ Նրանք կարել են, որ այո, մենք այսօր ապրենք։ Չեն արել, որ համ իրանք մեռնեն, համ երկիրը կորցնեն, համ էլես մնացած մի փոքր մասը։ Ինչ անշանակում 100 տարով ամերիկացուն են տվել։ Ամերիկան մեջ ճանապարհը ղեկավարի կամ չգիտեմ ինչ կա, տակներդ ինչ կա, ինչ եք ցանկանում, դե թողեք վերընկած մնա Մեղրին է, Գորիսն է, Ղարաբաղներն է, ինչ ունենք, չեք ավելացնում, մեկ է պակասացնի։ Իրանք վատի վրա են։ Այո, ես պետք է ասեմ, թող ինձ տանեն, ուրուսմա տանեն։ Հասկանում եմ, մեղավոր չեմ, ուզում եմ իմ երկրում ապրեմ, քաղաքակիրթ ձևով իմ զավակներն ապրեն ազատ անկախ Հայաստանում։ Այո, որ երկը միացնում են սովետական ազատ անկախ Հայաստան, ես ուզում եմ էլի այդ նույն ձևի սովետը չեմ շեշտում, հանձինս այդ բառը հանած, այո, ազատ անկախ են լավ հիմնի հնչած տարիները։ Փայլուն Եվիթ։ Փայլուն, այս կնոջը ոչ մի բան բացատրել պետք չի։ Ինքը քաղաքագիտության դասկալակ է, քաղաքական գործիչների։ Գիտեք, ոչ թե ինքը չափազանց խելացի է, այո, ինքը խելացի է։ Որովհետև այս այնքան հասանելի ճշմարտություն է, որ տարօրինակ է նույնիսկ մտածել, որ սա բացատրելու եւ ապացուցելու կարիք ունի։ Եվ իդեպ, եթե դուք ձեր շրջապատում տեսնում եք մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց բացատրելու եւ ապացուցելու կարիք կա, ժամանակ մի վատնեք։ Այդ տարիքում դժվար է մարդկանց բացատրել եւ դաստիարակել, որ բարոյականությունը առաջնային է։
արժանապատվություն առաջնայինը, մարդկային արժեքները դրանք անփոփոխ արժեքներ են։ Գիտեք, եւ դա չի կարելի դնել նժարների վրա, սակարկել։ Իսկ եթե մարդ սակարկում է, վաղ թե ուշ ձեզ էլ է սակարկել, այստեղ է խնդիրը։ Այսինքն գոնե ձեր ապահովության համար այդ մարդկանցից պետք է հեռու մնալ։ Ու իրենց ասել ով են, չէ, ինչու եք դուք իրենցից հեռու մնում։ Ինչքան էլ որ այդ մարդը հարազատ լինի կամ ընկեր, բարեկամ, էական չի։ Այդ մարդը վտանգ է իրենց ներկայացնում։ Հենց իր այդ խեղված, այլասերված պատկերացումներով կյանքի նկատմամբ։ Ու դուք դրանում մեղավոր չեք։ Այսօր մոմալացքանը, դա մնացեք։